Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը բնիկ հայերը պատմական անարդարություն է, տարածքային իրավունքներ ու միջազգային պատասխանատվություն, Արմենակ Աբրահամյան։ Ադամանդյա սերունդ ազգային ու գիտատեխնիկական կրթության թեզյա մոդել Աշոտ Հարությունյան, խոստացամ, բայց մոռացամ։ Անսպասելի հանդիպում Վանում, Հունցավան լիճը սառեցրալ պատմությունը, անջնջելի ցավը, Բաքվի ջարդերի պատկերները վերապրածների հիշողությունում։ Խավից։ Արևմտյան Հայաստանը Արցախը բնիկ հայերը սերունդներ շարունակ ենթարկվալն հողերի մշակույթի լեզվի մարդու իրավունքների խախտումների սկսած օսմանյան ջարդերի ցուցահասպանությունից մինչև ժամանակակից Արցախը հարկադրական տեղահանությունները, կնանիքի ողջ գիրքը առանձին հարվածին ենթարկվալ սեռային բռնությունները, ստրկություն, հարկադրական կրոնափոխություն ու խոխորձ բաժանում, խախտումները ստեղծան երկարաժամկետ սոցիալական մշակութային հոգեբանական հետևանքներ, միջազգային իրավական շրջանակները, Ժնևյան կոնվենցիաներ, պահանջման ճանաչում, փոխհատուցում, անվտանգ վերադարձ ու համայնքային վերականգնման պաշտպանություն, ներառյալ սեռային հակեր մոտեցում։ Արևմտյան Հայաստանահետի Թուրքիայում մինչ այժմ ճանաչում չի բնիկ հայերի հողային ու մշակութային իրավունքները, Արցախում հարկադրական տեղահանությունն ետը կասեցված է համայնքային կառավարման ու մշակութային ժառանգության պահպանությունը, ամբողջ պատմությունն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը ճանաչել, փոխհատուցել ու կանխել խախտումների կրկնությունը։ Ադամանդյա սերունդ կրթական մոդելը թեզա սերունդի ձևավորման ռազմավարական ճանապարհային քարտեզն է։ Ադամանդը խորհրդանշում է ամրություն, մաքրություն, բարձր արժեք ու բազմակողմանի փայլ ընդգծելավեր ուժեղ սերունդը կերտվում է աշխատանքով ու փորձով։ Մոդելը ներառում է ազգային ինքնության ամրապնդում ու գիտատեխնիկական զարգացում, բարոյահոգեբանական դաստիարակություն, ուսուցիչների թեզավորական ինստիտուտ, դպրոցը որպես համայնքային կենտրոն, առաջնորդության ու պետական մտածողության կրթություն, ինչպես նաև տաղանդների վաղ բացահայտում։ Գլխավոր նպատակն է ձևավորել գիտակ, հայրենապաշտ, պատասխանատու միջազգային մակարդակում մրցունակ երիտասարդներ պատրաստ ընտրնան երկրի ապագա առաջնորդները։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցը մինչ օրս լուծվել չի։ Սրա մասին այսօր Էմինի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության պետնախարար Նժդե Իսկանդարյանը։ Իրանը սելավը ՄԽԼ ընտանիքներ կաղնացն ծանր սոցիալական խնդիրների ռճի ինքօրինակապերալ միայնակ մոր վերը երկու անչափահաս խոխորձնի հետ երկու ամիս գրեցալ չի վճարի բնակվարձի վարձը ու հայտնվալա փողոցում։ Իսկանդարյանը նշել ավեր նախորդ տարվա հանրահավաքանը ետը փող վարչապետինի հետ հանդիպման վաղտը խոստացված է լուծել խնդիրը։ Ներկայացվան սաղ անհրաժեշտ բայց կարգավիճակ տրամադրելի գործընթացը մնացալ քննարկումների մակարդակում։ Մեզ խափել են, խոստումը տրվալ է, բայց գործնական քայլերվալ չի, մինչդեռ ստեղ մարդկային կյանքերն կախված ընդգծալ է ինքը վիճեցնել ավեր փող վարչապետի աշխատակազմը այլևս պատասխանում չի յուրան զանգերին։ Փետրվարի 13-ին Վանա նահանգի Գյուրջպնարի շրջանում արձանագրվել է հազվագյուտ դեպք անհետացման վտանգի տակ գտնվող վարշակը նկատվել Արաքս գետը հնձնելիս։ Տեղի անասնաբույժ Սերհան Թյուրքօղլուն ծառայողական այցով Նորդուզի շրջան մեկնելիս ճանապարհի նկատալա գետը անցնող կենթանուն։ Ինքը գրեց հալաբջջային տելեֆոնով տեսախցիկա ֆիքսե թահունցա վարշակը անցկենում Արաքսի Այմինեն գյունը։ Ջրից Տուսկալյանը ետը կենթանին կարճ ժամանակ անց անհետացալ տեսադաշտան մասնագետն նշում են վեր վարշակը համարվում է հազվագյուտ ու պահպանության կարիք ունեցող տեսակ, իսկ նման տեսագրությունը կարևոր նշանակություն ունի վայրի բնության պահպանության ու ուսումնասիրության հետի։ Արևմտյան Հայաստանում գտնվող Վանա լիճը տարածաշրջանի ամենայուրահատուկ ջրավազաներն է։ Աշխարհի ամենամեծ սոդային լիճն է, հագեցած աղերով ու ալկալիներով, ջուրը այնքան ալկալային է, վեր կարեմաքրե հագուստը դաժե առանց օճառի ու շատ օրգանիզմների հետի համարվում է մեռյալ գոտի։ 2017-ին լճի հատակում հայտնաբերվան 3-4 մետր պիցրիոթունավ քարե պատեր, վեր հետազոտողներն կապում են Քյոհնյա Ուրարտուպետության շուրջ 3000 տոննա կառույցների հետ։ Լճի փոփոխվող մակարդակն ու սոդայի միջավայրը նպաստան պատմական շերտերի բացառիկ պահպանմանը։ Լճումը գոյատևալա մենակ մի հատուկ ունի տեսակ Վանի Մարգարիտ կեֆալը վերը գարնանը պիցրանումը քաղցրահամ գետերով ձվադրման։ Վանա լիճը շարունակում է մնալ գիտական հետաքրքրության կարևոր կենտրոն, միաժամանակ լինելով բնական լաբորատորիա ու պատմական արխիվ։ Բաքվում տեղ ունեցած ջարդերի պատկերներն ավախերը վերապրածները սոր տռալն իրանց հիշողության անջնջելի մասը, այս ողբերգական փորձը շարունակում է արձագանք ունենալը նրանց կյանքում ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության պատմական ճշմարտության կարևորությունը։ Հունց նշում է պատմաբան ու հետազոտող Լիա Բաբայանը վերապրածների հիշողությունները ոչ միայն անձնական վկայությունն, այլ նաև հասարակության հետի տես, երբեք չմոռանալու անցյալի ցավը ու կանխելի նման ողբերգությունները ապագայում։ Խավիցը հայկական խոհանոցի յուրահատուկ ուտեստապատրաստված ցորենի ալյուրից թանձր ու քաղցր շիլավերը հաճախ օգտագործում են նորածի մայրերի ուժերի վերականգնման հետի։ Համարվում է ոչ միայն սննդային, այլ նաև մշակութային ու սրբազան արժեք կապված հացահատիկային կուլտուրաների սրբացման ավանդույթների հետ հայերի երկրագործական մշակույթում։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այսքան ենք պատրաստալ ապրիք ուշադրության հետի պնդկացիք։